Ազնիվ Գրիգորյան, ես տուժել եմ ինչ-որ ֆրանսիական բանկի կողմից, որ վարկ պիտի վերցնեի 0.3%-ով, փողեր պահանջեցին, փոխանցեցինք մի 5 անգամ, 2.300.000։ Հետո զգացի, որ խաբում են, փոխանցումներից հետո վերջի անգամ ասեցին, պիտի փոխանցեք, սկզբից ինչ-որ պալիցեյսկի համար փոխանցում, հետո կյանքի ապահովագրության համար, հետո նորից պահանջեցին, որ պետք է փոխանցեք, որ դատախազության կողմից ինչ-որ փաստաթղթեր են, որ դուք մեզ չեք խաբի, վարկը կմուծեք ժամանակին, դա էլ փոխանցեցի, հետո ասեց 20 րոպե պիտի սպասեք, ձեր գումարը կնստի ձեր հաշվեհամարին, սպասելով, նորից զանգահարեցին, ասեցին, չէ, պիտի $1200 էլ փոխանցեք մի տարվա վարկի մարումը, որպեսզի մենք իմանանք չեք խաբում մեզ, ձեր վարկը փոխանցենք։ Ասեցի, ես որ վարկ չեմ ստացել, ոնց վարկի մարում, մի տարվա վարկի մարում փոխանցեմ ձեզ։ Չէ որ դուք ինձ ասել եք, այս թղթերը ստորագրեք, ուղարկեք, փոխանցումները կատարեք, մենք ձեզ վարկը կտրամադրենք։ Իսկ դուք ինձ խաբում եք, ասում եք մի տարվա վարկի մարում վճարեք, եթե ես վարկը չեմ ստացել, ինչպես ես վարկի մարում փոխանցեմ, բա տենց է, պիտի փոխանցեք նոր, ասի դե որ տենց է, ես իմ գումարը հետ եմ պահանջում, ուրեմն դուք խաբում եք, նոր հասկացա, 8 միլիոն, ես դիմել էի 8 միլիոն վարկ ստանալու համար, հետո մի հոգի կար իրանց երևի մարդկանցից էր, զանգահարեցինք, համար տվեցին, զանգահարեցի, Մարինե էր անունը, ասեցի Մարինե ճիշտ է, որ սենց վարկ են տրամադրում, գիրովականից էր։ Ասեց հա, ես մուծումներն արել եմ, $20,000 ստացել եմ, տուն եմ գնել, հիմնավորվեցի, որ իրոք երևի ճիշտ է, այդ մարդին չէի տեսել այդ կնոջը, բայց հավատալով, որ հայ է, մեր Հայաստանից է, ու չի խաբում էլի, այդ գործը ճիշտ է։ Հետո տեսան կանչեցին քննչական, ես դիմել էի քննչական, որ ինձ խաբել են 2.300.000 փոխանցել եմ, Արարատի քննչականը դիմել էի, կանչեցին, ինքը հատկաց կանգնեց, որ ասի դե եթե չես սուտ ես ասում, կամ ճիշտ է իր ասում, հիմա ես քո համարը ունեի տվել եմ, Մարինե ես ինչանը, դու չես, բա, ասի դու չես իմ հետ խոսացել, որ ճիշտ է, ես $20,000 ստացել եմ, տուն եմ գնել, էսեն, հատկաց կանգնեց, երևի քննչականը իրան ավելի լավ հավատաց, բայց ես որ այդքան դոկումենտներն ունեի, տուժվել էի, այդքան մուծումներն արել էի, ու թղթերը լրիվ կար, մուծման չեկերը, ամեն ինչը, ասեցին մենք հետաքրքրվում ենք ձեր հարցով ու խաբեցին, բա ինչի այն ժամանակ չէիք մտածում, որ խաբնվում եք, ասի եթե մտածեի չէի մուծի, չէի վճարի։ Քննչականը քննության չի առել այդ կնոջ տված տեղեկատվությունը։ Չի առել, ուղղակի իրան ասեցին, դե հա, եկել է, ասել է ու ոչ մի բան, իրան թողեցին, որ գնա ազատ արձակեց, դե իրանք լսեցին, քննչականում հարցերը տվեցին, ինձ էլ իրան էլ լրիվ պատմեցի, ոնց է եղել, քանի անգամ եմ զանգել Մարինեին, ոնց է ասել, որ հաստատ է, արխային վճարի, իսկ վերջի վճարումը, որ արեցի, պիտի անեի $1,200,000, նորից զանգեցի իրան, ասի Մարինե, դու սենց գումար ես վճարել, որ միջև վարկ ստանալը մուծել, բա չէ, այդ մեկը ես չեմ վճարել, վարկը ստացել եմ, նոր հետո վճարել եմ, բայց ես վարկը չէի ստացել, որ ինձ ասում էին $1,200 պիտի մուծես մի տարվա մարումը։ Հիմա այդ Մարինեն կապի է, հասանելի է, դուք փորձել եք իրան։ Ես չեմ փորձել, որտեվ քննչականից որ կանչեցին, եկավ քննություն տվեց, ասեցին էլի կկանչենք մենք ձեզ, ու տենց էլ չկանչեցին, գործը կարճեցին, փակեցին գնաց։ Всё, մեր ասելը ոչ մի օգուտ չուներ, ոչ մի քննչական էլ դրանով ոչ հետաքրքրվեց, ոչ չկանչեց, ոչ էլ ինչ որ գործեր ձեռնարկեցին։ Ձեր դեպքը որ թվականին է տեղի ունեցել եւ որ կիբեր 21 թվականին որ ընկերությունն է։ Չգիտեմ, ֆրանսիական բանկի ինչ որ ընկերություն էր, ինչ որ, չգիտեմ, այդ կիբեր հանցագործությունների մասին։ Այդ կիբեր հանցագործության երևի, որ վարկ են տրամադրում ֆրանսիական բանկերից։ Իսկ այդ բոլոր գործողությունները, փոխանցումներ, կապի դուրս գալ, դուք ինքներդ եք անում, թե տան երիտասարդ ավելի մեկ անգամ։ Ես ինքս հարսիս հետ
միասին, դե ես ավելի շատ գլուխ չէի հանում այդ բանկային բաներից, հարցս իր հետ միասին գնացել ենք, փոխանցումները կատարել ենք ու բոլոր չեկերը, դոկումենտները լրիվ ինձ մոտ կա։ Լրիվ որ ինչքան գումար են փոխանցել, ինչի համար են փոխանցել, ամբողջը իմ մոտ կա։ Իր հետ են փոխանցել, բայց մենք չենք հասկացել, որ դա խաբեություն է։ Ուղղակի իմացել ենք այն ժամանակ, որ մեզանից պահանջել են վարկի մարումը։ Այդ վերջինը չեմ փոխանցել, բայց արդեն 2.300.000 փոխանցել էի։ Այդ ձև խափնվել ենք, բայց ոչ մի քրեական, քնչական, ոչ մի բան, ոչ մի անգամ հաշվի չեն առել, չեն էլ կանչել, չեն էլ հարցրել։ Այդ մի անգամը մեզ կանչել են քնչական ու այդ գործը իրանց ձևով փակել են գնացել առանց որևիցե բան հայտնաբերելու կամ հանցագործին բռնելու կամ այդ աղջկա միջոցով իմանային թե ովքեր էին, որտեվ ինքը կապ ուներ դրանց հետ, որ ինձ համոզում էր, որ արխային մուծի։ Իսկ ձայնը իրենց նույնն էր, այսինքն այդ կնոջը ձայնը։ Այո, ես իր ձայնը լավ գիտեի, քնչականում էլ որ եկավ խոսած, նույն ինքն էր, իր ձայնն էր, ոնց ինձ պատմել էր։ Ուղղակի քնչականում, չգիտեմ, ոնց փակեցին այդ գործը Բայց ինքը ասել է ձեզ չի ճանաչում։ Հա, դե ես դեմքով իրան չէի տեսել, հեռախոսա զանգել։ Հա, ասում է, չէ, ես չեմ զանգել, չեմ ասել, ասի, բա քո համար է իմ մոտ ինչ գործ ունի ու քնչականում ցույց էի տվել, թե քանի անգամ եմ զանգել, օրը իրան, ամեն փոխանցումից, ամեն բանից։ Չէ, ասում է, կարող է սխալմունք այել է, ես չեմ եղել ու քնչականը տենց էլ համոզվելով, որ երևի սխալմունք է, երևի չէին ուզում գործը բացահայտեին, այդ ձևով էլ փակեցին գնաց։ Միջև հիմա, որ դիմել ենք նոր պարոն Կարագյոզյանին, որ մեզ օգնի ինչ-որ հարցում։ Թե չէ միջև հիմա ոչ մեկն էլ հաշվի չի առել այդ ընթացք տալ կամ հայտնաբերել հանցագործներ։